Բարի երեկո, օրս լրատվական ծրագրի հիմնական թողարկման գլխավոր թեմաներն են։ Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 20 անգամ։ ԼՂ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը, սահմանվել է հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը կազմավորվել տեղամաս Երևանում։ Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ ԱՅՈ-ի ճակատի կողմնակիցները հանդիպումներ են ունեցել մայրաքաղաքում։ Բարդ, պատասխանատու և մարտահրավերներով լի 2016-ն ամփոփել է քաղաքաշինության նախարարը։ Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ, հայդրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 150 գրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նոր հանդիպումների ժամանակացույցը դեռ չի կազմվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հնարավորությունը։ Զախարովան ընդգծել է, որ Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ թեմաներից է, որի հետ կապված տարբեր մակարդակի շփումները կշարունակվեն։ Վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին որոշում է կայացրել մեկնել ամենամյա արձակուրդի մինչև փետրվարի 22-ը։ Նույն որոշմամբ ԼՂ վարչապետի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարչապետի լիազորությունները ժամանակավոր վերապահվել են փոխվարչապետ Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանին։ Այսօր հրավիրվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սրփուհի Արզումանյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են փետրվարի 20-ին անցկացվելիք հանրաքվեի կազմակերպման հետ կապված հարցեր, ներկայացվել քվեաթերթիկի նմուշը։ Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ կենտրոնական հանձնաժողովը կազմակերպչական հարցերով է զբաղված։ Տեղամասային կենտրոններ ու հանձնաժողովներ պիտի ձևավորվեն, կառույցչական աշխատանքների համար պայմաններ ստեղծվեն։ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը նախ ծախսերի նախահաշիվը հաստատեց։ 2017 թվականի փետրվարի 20-ի հանրաքվեի նախապատրաստման եւ կազմակերպման աշխատանքների համար նախատեսվում է ծախսել 76 միլիոն 597 հազար 200 դրամ։ Իդեպ դրա գրեթե 78%-ը մեծ մասը բաժին է հասնում բոլոր աստիճանակարգերի հանձնաժողովներին տրվող աշխատավարձերին եւ փոխհատուցումների չափերին։ Այս տարվանից պայմանավորված նվազագույն աշխատավարձի աճով այս չափերը նախորդ ընտրությունների համեմատ մի քիչ ավելի մեծ են։ Հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը ներկայացվեց փետրվարի 20-ին Ասկերանում նաև падգամավոր են ընտրելու։ Խորհրդարանական ընտրության քվեաթերթիկը տարբերվելու համար վարդագույն է լինելու։ Ինչ վերաբերվում է սահմանադրական հանրաքվեի քվեաթերթիկին, հիմնական հարցը, որը կարող է ծագել բնակչության մոտ եւ որը անընդհատ հարցնում է մեզանից, ինչպիսին է լինելու նմուշը, վանդակի մեջ այո ոչ, թե կողմ եմ դեմ եմ, մեր օրենսգրքի համաձայն լինելու է կողմ եմ դեմ եմ։ Այստեղ կա հարցադրում, համաձայն եք, որ հանրաքվեի դրված Արցախի հանրապետության սահմանադրության նախագիծը ընդունվի որպես Արցախի հանրապետության սահմանադրություն։ Ուստի կողմ եմ, դեմ եմ, նշվելու է կողմ կամ դեմ։ 280 տեղամասային կենտրոն կունենանք, մինչև հունվարի 29-ը կենտրոնները պետք է ձևավորված լինեն։ Տեղամասային կենտրոն եւ հանրաքվեի տեղամաս կձևավորվի նաեւ Հայաստանի Հանրապետությունում ԼՂ մշտական ներկայացուցչությունում։ Հայաստանի Հանրապետություն բնակվող կամ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հանրաքվեի մասնակցելու իրավունքն ապահովելու եւ հանրաքվեն կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում
կազմավորել տեղամասային կենտրոն եւ հանրաքվեի տեղամաս Երևան 1 անվանմամբ։ Իրազեկման աշխատանքները իրականացվել են։ Սահմանադրության նախագիծը տեղակայված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։ Քարոզչական աշխատանքների համար պայմանները ստեղծված են։ Տեղամասային հանձնաժողովների կազմավորման գործընթացը ավարտին է մոտենում։ 9 հոգու փոխարեն դրանք 8 հոգանոց կլինեն։ Մարինա Մկրտչյան, Արտավազ Գրիգորյան, օր։ Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունն այսօր միացել է Ազատ Հայրենիք եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունների հայտարարությանը, ըստ որի քաղաքական ուժերն իրենց հաստատակամությունն ու պատրաստակամությունն են հայտնել համատեղ քարոզչություն ծավալել Արցախի հանրապետության սահմանադրության նախագծի օգտին։ Հիշեցնենք, որ ըստ հայտարարության նախաձեռնությունը բաց է Արցախում գործող մյուս քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների համար, տեղեկացնում է Արցախ-Պրես լրատվական գործակալությունը։ Սահմանադրական հանրաքվեին ընթരാճ շարունակվում են հանդիպումները ընտրողների հետ։ Այոյի ճակատի կողմնակիցներից Արցախի վարչապետ Ազատ Հայրենիք կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը 3 նոր սահմանադրության մանրամասներ ներկայացրել է հանրապետության էներգետիկներին։ Հանդիպմանը նաև էկոնոմիկայի նախարարության պատասխանատուներն են մասնակցել։ Արայիկ Հարությունյանը Լեփլեցուն դահլիճին ներկայացել է անգամ ամենակնճռոտ հարցերին պատասխանելու վճռականությամբ։ Իր ղեկավարած կուսակցությունը 1 տարի առաջ խորհրդարանական կարգին էր կողմնակից, այսօր նախագահական կարգ սահմանող սահմանադրության օգտին է քարոզում։ Ինչու հարցը չհնչեց, բայց պարզաբանումը եղավ։ Առաջարկվող տարբերակը պարլամենտականից միայն 1 էական տարբերություն կունենա։ Երկրի առաջին դեմքը պիտի լինի նախագահան, որին ընտրում է ժողովուրդը, ոչ թե պարլամենտը ինքը պիտի ընտրի առաջին դեմքը։ Սա է ընդհանրապես տարբերություն։ Նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները հնգամյա պարբերականությամբ են նախատեսվում միաժամանակ։ Նոր սահմանադրությամբ առաջարկվող կառավարման կարգի դեպքում էլ գործելու են իշխանության թևերի զսպման եւ հակակշռման մեխանիզմները։ Պարլամենտ հակակշիռը զսպող է եւ նախագահ։ Ով ուզում է սխալվի, մյուսը հակակշիռ է։ Հանդիպմանը եկել եւ այո է քարոզում որպես կուսակցապետ, բայց որպես վարչապետ էլ պատասխանատվություն է կրում իր պաշտոնավարման շրջանում արձանագրված տեղաշարժերի համար։ Արայիկ Հարությունյանը բազմաթիվ ձեռքբերումներից իր խոսքով ամենակարևորն է առանձնացնում։ Եթե 2002, 3, 4, 5 թվականներին Ղարաբաղում ծնվում էր միջինը 2100 երեխա, վերջի 10 տարում միջինը 2500 է եղել։ Տարեկան միշտ 300-400 երեխա ավելացնվել։ Նոր սահմանադրությունը չի խոստանում, որ թոշակները կբարձրանան, չի խոստանում անգամ, որ Արցախում ծնվող մանուկների թիվը կաճի։ Այո, սահմանադրությունով այդ խոստումները չկա։ Պետություն ենք կառուցելու։ Ճիշտ հիմքերի վրա ենք դնել, որ մեր երկիրը շարունակի այս դինամիկ զարգացումը, որը ունեցել ենք վերջի 20 տարիներին։ Հանդիպման վերջին հատվածում Արայիկ Հարությունյանը կրկին սահմանադրության առաջարկվող տարբերակի սկզբին վերադարձավ։ Հավասարազորությունը պահելով հանդերձ Լեռնային Ղարաբաղի փոխարեն նախապատվությունը Արցախի Հանրապետություն անվանն է տրվելու։ Անցած 2.5 տասնամյակում Բաքուն ամեն ինչ արել է ամենատարբեր ոլորտներում մշակույթից մինչև սպորտ Ղարաբաղ անունը Ադրբեջանի հետ կապելու համար։ Ներկայանելով որպես Արցախի Հանրապետություն միանգամից նրանց այդ 22 տարվա կատարված աշխատանքը զրո է դարձնում։ Արայիկ Հարությունյանը չի բացառում, որ հետագայում նաև Արցախի շրջաններն անվանափոխելու նախաձեռնություն կլինի, վերադառնալով պատմական անուններին։ Նորայր Հովսեփյան, Հայկ Բաբայան, օր։ Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հյուրընկալվել է Վերահսկիչ պալատում։ Խորհրդարանի նախագահը ներկայացրել է սահմանադրության նոր նախագծի առավելությունները, դրան անցնելու անհրաժեշտությունը։ Ղուլյանի խոսքով կիսանախագահականից նախագահական կառավարման մոդելի անցնելու դեպքում չի նշանակում, որ խորհրդարանի լիազորությունները կարող են նվազել։ Սահմանադրության նոր նախագծով իշխանության 3 թևերի հավասարակշռությունն ապահովված է, բայց ամեն ինչ որոշվելու է հանրաքվեով։ Նախ պետք է ուսումնասիրել սահմանադրության նոր նախագիծը, հետո քվեարկել այո կամ ոչ։ Արցախի ժողովրդավարական կուսակցությունն առաջարկում է անցնել նախագահական կառավարման համակարգի, ինչու նախագահական եւ ոչ խորհրդարանական, ինչպես Հայաստանի Հանրապետությունն է։ Կողմնորոշվելու համար հստակություն են մտցրել նաեւ ապրիլյան իրադարձությունները, իսկ բարեփոխումների մասին քաղաքական ուժերը խոսում էին ավելի վաղ։ Նախագահական կառավարման մոդելը դասական իմաստով շատ նախագահական չես կարող համարել։ Այստեղ պարլամենտական կառավարման բաղադրիչներ կան, որը սովորական պայմաններում նույնիսկ չի կարելի պատկերացնել, որ կարելի է համատեղել, բայց մենք գնացել ենք այդպիսի լուծումների, որովհետև խնդիրը այստեղ իշխանության թևերի այդ հակակշիռների, զսպումների մեխանիզմները պահելն էր։ Մենք չէինք կարող թույլ տալ, որ մեր երկրում այդ
իշխանական համակարգի, իշխանությունների հավասարակշռությունը թեքվեր որևէ թևի կողմը։ Սա երևի արտառոց երևույթ կլիներ եւ այդ լուծումների մասով երևի դուք էլ կտեսնեք, որ ինչքան հնարավոր է մենք փորձել ենք դրանք պահել։ Սահմանադրության նոր նախագծով կառավարության ղեկավարը երկրի նախագահն է, բայց իշխանությունը միանձնյա չէ։ Առաջարկվող սահմանադրությամբ իշխանության երրորդ թևի դատական համակարգի ձևավորումն անցնում է խորհրդարանին բացառությամբ գլխավոր դատախազի։ Նրան առաջարկում է նախագահը, բայց կրկին ընտրում է ազգային ժողովը։ Մենք պարլամենտի վերահսկողական լիազորությունները ավելացրել ենք, բայց դրանք անհնարին է բոլորը սահմանադրության մեջ գրել։ Մենք մի բան ենք միայն գրել ժամանակավոր քննիչ հանձնաժողովների մասին, բայց հաստատ ազգային ժողովի կանոնակարգի մշակման ժամանակ մենք այդ վերահսկողական ֆունկցիաների կոնկրետ իրականացման ձևերը տալու ենք, մեխանիզմները, եւ դրանք հաստատ ավելին են լինելու, քան այսօր է։ Մենք մի շատ կարևոր նորություն ենք մտցրել։ Պարլամենտին լրիվությամբ վերապահել ենք մեր իշխանության երրորդ թևի կազմավորումը։ Դատարանները այսուհետ ձևավորել են միայն պարլամենտի միջոցով։ Նոր սահմանադրությունն ընդունելու դեպքում վերահսկիչ պալատը վերափոխվելու է հաշվեկննիչ պալատի, որի հիմնական գործառույթը լինելու է վերահսկել, որ պետական միջոցներն օգտագործվեն արդյունավետ։ Սահմանադրության նոր նախագծով այն լինելու է անկախ։ Այսինքն ավելի շատ աուդիտորական վերահսկողության մասին է լինելու խոսքը, եւ մենք դրա մասին բազմիցս խոսել ենք, որ դա ավելի ճիշտ ճանապարհ է։ Հիմա ինչպես պետք է դա անի հաշվեկնիչ պալատը։ Ես կարծում եմ, որ միայն մի պայմանով, եթե ինքը ազատ լինի, անկախ լինի իր գործառույթները իրականացնելուց, ընտրության ժամանակ հաշվեկնիչ պալատի անդամները անկախ ընտրվեն քաղաքական հանգամանքներից, սուբյեկտիվ իրավիճակներից եւ միայն ու միայն կենտրոնացված լինեն իրենց գործառույթներն իրականացնելու համար։ Հաշվեկնիչ պալատի ազատությունն էլ է ապահովում։ Այ հիմա մինչեւ հիմա մենք հաշվեկնիչ պալատի տարեկան ծրագիրը բերում եւ հաստատում ենք բանում ազգային ժողովում։ Տեսել եք երևի փոփոխությունը։ Հաշվեկնիչ պալատը ինքը պիտի որոշի, որովհետև եթե դու ծրագիրը, հաշվետվությունը բերում ես ազգային ժողով, սա նշանակում է, որ ազգային ժողովից կախվածություն։ Հիմա ինչ տարբերություն, ումից է կախված։ Գործող սահմանադրությունը 142, առաջարկվող մայրօրենքն էլ 175 հոդված ունի։ Աշոտ Ղուլյանի խոսքով հոդվածների քանակային տարբերության հիմնական մասը վերաբերում է մարդու իրավունքներին եւ ազատություններին։ Սահմանադրության նոր նախագծում դրանց առանձնակի տեղ են հատկացրել։ Իդեպ սահմանադրության նոր նախագծի քննարկումներին վերահսկիչ պալատը մասնակցել է ակտիվ եւ առաջարկությունների հիմնական մասն ընդունվել է։ Նարեկ Սահակյան, Մերուժան Հայրապետյան, օր։ Այո, Արցախին կարգախոսով սահմանադրական հանրաքվեին ընթരാճ Ազատ հայրենիք կուսակցության ղեկավար վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Հանրապետական բժշկական կենտրոնի աշխատակազմի հետ։ Նոր սահմանադրությանն այո ասելով նախ եւ առաջ պատմական որոշ բացթողումների վերականգնման ու առաջացած խնդիրների լուծման մեկնարկը կդրվի։ Ազատ հայրենիք կուսակցության ղեկավար վարչապետ Արայիկ Հարությունյանը բժիշկների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ դրա կարևորությանը։ Կա մեր կողմից առաջարկություն կուսակցության քաղաքական, որ հետագայում վարչատարածքային փոփոխության ժամանակ մեր պատմական շրջաններն էլ վերականգնենք։ Դրա համար Արցախով մենք աշխարհին կներկայանանք որպես պատմական հայկական երկրամաս եւ կփորձենք խուսափել մի շարք քաղաքական խնդիրներ։ Նոր սահմանադրություն ունենալու դրդապատճառներից մեկն էլ ապրիլյան պատերազմից հետո ստեղծված քաղաքական իրավիճակն է, մանավանդ միջազգային հանրության դիտարկմամբ, որն էլ նրանց է մատուցում մեր հակառակորդը, որ իբր մեր հանրապետությունում խոճապային տրամադրություն է տիրում եւ իբր Արցախյան շարժումը հայությանը կանգնեցրել է անդունդի եզրին։ Դա այդպես չէ եւ մենք պետք է մեր միասնականությամբ փետրվարի 20-ին ցույց տանք մեր միասնությունը։ Ինքը շատ կարևոր է։ Մայրօրենքում փոփոխություններ կատարելու շարժառիթներից են հանդիսանում նաև գործող կառավարման համակարգի թերությունները։ Այսօրվա սահմանադրության արդյունքում ձևավորված քաղաքական գործընթացները կարող են ընդհանուր միջև քաղաքական ճգնաժամի հանգեցնել։ Արայիկ Հարությունյանի պնդմամբ անհրաժեշտ է անցնել նախագահական կառավարման համակարգի։ Ազատ հայրենիք կուսակցության ղեկավարի կարծիքը կիսում է նաև վաստակավոր բժիշկ Էդուարդ Ղուկասյանը։ Նախկինում ես գտնում էի, որ պարլամենտականը ճիշտ է, բայց ապրիլյան դեպքերից հետո ես եկա այն համոզմունքին, որ պետք է կենտրոնացված լինի եւ պետք է նախագահական։ Պատերազմում գտնող երկրները իրավունք չունեն իմ կարծիքով պարլամենտական ղեկավարություն, պետք է նախագահ։
Մայր օրենքի նոր նախագիծը համալրվել է 33 հոդվածով։ Դրանք վերաբերում են կառավարման արդյունավետության բարձրացմանը, երկրի ինքնիշխանության ամրապնդմանը, ժողովրդավարական գործընթացների հետագա զարգացմանը, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացման երաշխավորման ու պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգերի արմատավորմանը, ներքին հակասություններից զերծ կառավարման համակարգի սահմանմանը, դատական իշխանության եւ տեղական ինքնակառավարման համակարգերի անկախությանն ու ինքնուրույնությանը։ Իհարկե կատարյալ սահմանադրություն չէ, եւ նաեւ այս սահմանադրության առավելություններից մեկն հանդիսանում է նա, որ կա անձեռնամխելի հոդվածներ, որը միայն հանրաքվեով կարող է փոփոխության ենթարկվի, իսկ մնացած սովորական գործնական հոդվածները parlamenti կողմից 2/3-ով ընթացքում կարող է փոխվել։ Այսինքն, եթե ինչ-որ միտեղ ինչ-որ մի հոդված ինչ-որ մի կետ չի համապատասխանում, մենք պետք չի գնանք հանրաքվեի ամեն անգամ, այլ parlamenti 2/3-ի կողմով կատարել այդ փոփոխությունը։ Հանդիպման վերջնամասում Ազատ հայրենի կուսակցության ղեկավարը նաև հանդիպման մասնակիցների հարցերին է պատասխանել։ Գենադի Երեմյան, Աշոտ Գասպարյան, օր։ «2016 թվականի աշխատանքներն այսօր ամփոփել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։ Սոցիալ-տնտեսական զարգացման եւ բնագավառի հեռանկարային առաջընթացի ծրագրերով նախարարությունը իրականացրել է մի շարք ծրագրեր պետական եւ արտաբյուջետային միջոցների հաշվին։ Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով տարին շատ բարդ էր, պատասխանատու եւ մարտահրավերներով լի։ Այնուամենայնիվ իրենց հաջողվել է ծրագիրը կատարել 100%-ով։ ԼՂՀ պետական բյուջեում 2016 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի սկզբնական ծավալը նախատեսված էր 8 միլիարդ 960 միլիոն դրամ։ Տարեվերջին նախարարությունը 2 միլիարդ 700 միլիոն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է ստացել։ Պատճառը տարվա ընթացքում տարաժամկետ վճարման պայմանով զգալի աշխատանքների կատարումն էր։ Որպեսզի 2017 թվականի փոխանցող օբյեկտները լինեին շատ քիչ, ավելի նոր օբյեկտներ սկսվեր, դրա համար տարեվերջին 27 միլիարդ դրամ ուղղվեց կապիտալ շինարարության կատարված աշխատանքների դիմաց ֆինանսավորմանը։ Շինարարության ոլորտի բաժնեմասը երկրի տնտեսության համախառն ներքին արդյունքում կազմում է շուրջ 5.7%, իսկ պետական բյուջեի մոտ 15.1%։ Սա խոսում է այն մասին, որ երկրի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում կապիտալ շինարարությանը, ասաց նախարարը։ Բնակարանային շինարարությունը ծավալվել է մի քանի ուղղություններով՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների վերանորոգման եւ վերակառուցման, հանրապետությունում ծնելիությունը եւ բազմազավակությունը խթանելու, նաեւ սոցիալական այլ խմբերի ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով։ Բնակարանաշինության համար հատկացված գումարներով մենք արդյունքում կառուցել ենք 73 բնակելի տուն, 74 բնակելի տուն գտնվում է կառուցման ընթացքում, 43 բնակելի տուն վերանորոգվել է եւ 209 ընտանիք է տրամադրվել է փոխհատուցում սեփական ուժերով աշխատանքներ իրականացնելու համար։ Թվով 401 ընտանիքի բնակարանային պայմաններ է բարելավել։ Շինանյութերի տրամադրման ծրագրից օգտվել է 597 ընտանիք։ Հիմնականում շինանյութերը տրամադրվել են Քաշաթաղի շրջանում մոտ 193 ընտանիքի եւ վերջին ժամանակներս արդեն Ստեփանագիր քաղաքում եւս իրականացում են այս ծրագիրը եւ թվով 103 ընտանիքի տրամադրվել են շինանյութեր։ 6 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար կառուցվել է 28 բնակելի տուն, ընթացքում է 44-ի կառուցումը։ Սկսվել է նաեւ 5 երեխատեր ընտանիքների բնակելի տների կառուցման գործընթացը։ Նախորդ տարի թվով 7 այդպիսի ընտանիքների համար է կառուցվել բնակելի տներ, այս տարի եւս շարունակվելու է եւ մենք փորձելու ենք հնարավորության սահմաններով նաեւ բազմազավակության խթանման միջոցառումների իրականացման ծրագրում ընդգրկել նաեւ այդ ընտանիքներին։ Բնակարանաշինության ծրագրով Ստեփանակերտ քաղաքում սկսվել է Ալեք Մանուկյան 120 հասցեում գտնվող հանրակացարանի 50 բնակարանոց շենքի վերակառուցումը։ 17 թվականին մենք ավարտելու ենք առաջին մուտքի, այսինքն շենքի կես հատվածի բնակարանների վերանորոգման աշխատանքները, որից հետո անցնելու ենք արդեն մյուս կեսին։ Արտաբյուջետային միջոցների հաշվին եւս զգալի աշխատանքներ են կատարվել բնակարանաշինության ոլորտում։ Շահագործման է հանձնվել նոր Կիլիկիա թաղամասը, ուրեմն թվով 20 բնակարաններ, 2 եւ 3 սենյականոց եւ ընդհանուր թաղամասն է բարեկարգվել, նորմալ փողոցներ, մայթեր, գիշերային լուսավորություն, մշտական ջրամատակարարում, կոյուղագիծ, Մադաղիս համայնքում է շահագործման հանձնվել
24 բնակարանանոց նոր շենք 3 հարկանի, որը ֆինանսավորել է մեր Մոսկո հայ բարերար Ռուբեն Գրիգորյանը եւ որի համար ծախսվել է մոտ 1.3 միլիոն $։ Ռազմագործողություններից տուժած բնակելի տների վերանորոգման, վնասների վերացման նպատակով արտաբյուջետային միջոցներից հատկացվել է 192 միլիոն դրամ։ Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորմամբ շահագործման է հանձնվել 4 համայնքային կենտրոն։ Ընթացքի մեջ է եւս 4 համայնքային կենտրոնների շինարարությունը։ Զգալի աշխատանք է կատարվել կրթության ոլորտում։ Շահագործման են հանձնվել Կարմիր շուկայի 300 տեղանոց միջնակարգ դպրոցը, Ազոխի դպրոցը։ Հայաստան համայնքական հիմնադրամի ծրագրով իրականացվում են աշխատանքներ, ընթացքում է դեռևս Սոս գյուղին 300 տեղանոց նոր դպրոցական շենքի եւ մարզադահլիճի կառուցման աշխատանքները։ Մենք Հայկազյան գյուղում է կառուցում նոր դպրոցական շենք 2017 թվականին այն եւս հանձնվելու է շահագործման։ Նախադպրոցական հիմնարկներից ասեմ, որ շահագործման է հանձնվել Ստեփանակերտ քաղաքում 4-րդ մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը, Տումիի գյուղի մանկապարտեզը, Ներքին Հորաթաղի մանկապարտեզը եւ ընթացքում է Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի մանկապարտեզը, Մարտակերտի Մոխրաթաղ եւ Վաղոհաս գյուղերի մանկապարտեզների աշխատանքները։ Առողջապահության ոլորտում նախարարը կարևոր ձեռքբերում է համարում ուռուցքաբանական կենտրոնի կառուցումը։ Սոտք-Մարտակերտ ավտոճանապարհի 5 կիլոմետրանոց հատվածից բացի ավարտվել են Վարդենիսկ Խարվաճար-Մարտակերտ մայրուղու ասֆալտապատման աշխատանքները։ Հաշվետու տարում մոտ 60 կիլոմետր ճանապարհ է ասֆալտապատվել։ Հաշվի առնելով Սոտքի ոլորանների ռելիեֆային բարդ դիրքը, այդ հատվածում ասֆալտապատումը կիրականացվի ընթացիկ տարում։ Այժմ այնտեղ կառուցվում են հենապատեր։ Մայիսի վերջին ուրեմն նախատեսվում է Հայաստան համայնքական հիմնադրամի կողմից միջև հոգաբարձությունների խորհրդի նիստը շահագործման հանձնել ամբողջ ճանապարհը։ Այդ ճանապարհի հարակից տարածքներում ընտրվել է մի քանի մոտավորապես 7 այդպիսի հատվածներ, որտեղ իրականացվելու են արդեն հասարակական սննդի կամ ծեխսպասարկման կամ ուրեմն այլ հասարակական շենքերի շինարարություն տարբեր հովանավորների կողմից։ Կարեն Շարամանյանը խոսել է աշխատանքների որակից։ Նախարարը բացառում է կոնստրուկտիվ մասերում որևէ թերության առկայությունը։ Փոքր թերություններ եղել են գյուղական բնակավայրերում հիմքերի կառուցման ժամանակ։ Շինարարական կազմակերպությանը ստիպել են քանդել այն։ Թերություններ լինում են հարդարման աշխատանքներում։ Միանշանակ հիմա անորակ աշխատանք չի ընդունվում։ Մենք բացի դրանից երաշխիքի գումար ենք ուրեմն պահում ընդհանուր արժեքի 5%-ի չափով, որը տրամադրվում է 1.5 տարուց հետո։ Շինարարների աշխատավարձի ուշացման մասին նման դեպքեր նախկինում եղել են, ասաց Կարեն Շարամանյանը։ Ցավոք նախարարությունն ազդեցության լծակներ չունի, սակայն իրենցից կախվածն անում են հնարավոր դեպքերը բացառելու համար։ Գոհար Ռուստամյան, Միրուրան Մարտիրոսյան, օր։ Մեկ լուր, որ ստացանք քիչ առաջ Հանրապետության նախագահ աշխատանքային այցով Երևանում է։ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի հետ այսօր ներկայ է գտնվել Հայոց բանակի 25-ամյակի առիթով մեծ էկրան բարձրացած «Կյանք ու կռիվ» 2 ֆիլմի առաջնախաղին։ Արցախյան ազատագրական պայքարի տրամաբանությամբ է գրվել ֆիլմի սցենարը։ Ֆիլմում տեղ գտած իրադարձություններից թռիչք կատարելով 2016 թվական ստեղծագործական թիմը որոշել է մեծ էկրանին ցուցադրել, թե հերոսներից յուրաքանչյուրը 25 տարի անց ինչ ճակատագրի է արժանացել։ Ռեժիսորն ու սցենարիստը Մհեր Մկրտչյանն է։ «Կյանք ու կռիվ» երկուսում ներգրաված են մերօրյա իրադարձությունները, առանցքում ապրիլյան պատերազմը, արցախյան եւ հայաստանյան զարգացումների խորապատկերում։ Սա ֆիլմի շարունակությունն է 25 տարի անց առաջի ֆիլմի, այսօրվա հերոսներից ով ինչ ճակատագրի արժանացավ, ով ինչ կյանք ունեցավ եւ ինչ կարող էր պատահել, ուղղակի ապրիլյան պատերազմը իր տեղն է գրավել ֆիլմում։ Ամենակարևորը իմ համար, որ առաջի եւ երկրորդ ֆիլմերը տարբերվում են մի բանով շատ կարևոր։ Երկրորդ ֆիլմը ավարտվում է պոզիտիվ եւ ուժեղ եւ տալիս է ապրելու ցանկություն։ Այս երկրորդը ավելի շատ այսօրվա մեր կյանքն է, այսօրվա բոլոր խնդիրները եւ կռիվը ոչ միայն գնում է սահմանին, կռիվը գնում է նաեւ հենց ապրելու մեջ։
ամեն պահ հանուն ազնվության, հանուն մարդ լինելուն դու էլի կռվում ես։ Ես մի անգամ Կոստա Ռիկա եի գնացել եւ հետո մենք հանկարծ բարձեցինք, որ այդ երկիրը բանակ չունի, որովհետեւ խնդիր չունի եւ իսկապես այնքան գումար էր տրամադրում արվեստին, ես երազում եմ, որ մենք ուղղակի բանակ չունենանք, այդ խնդիրը չունենանք։ Ինձ համար էս ընդհանրապես էս նախագծում, թե առաջին ֆիլմում, թե երկրորդում շատ կարևոր է մի բան, որ պատճառը, թե ինչի են մարդիկ գնացել այդ օրերին, պաշտպանելու հայրենիքը, թե ինչի են այսօր դա անում։ Իհարկե այն սուբյեկտիվ է, ամեն մեկը գտնում է իր պատճառը եւ գնում է, եւ այդ բոլոր պատճառներն արդարացված են։ Իմ մասնակցությունը ֆիլմում ես կարևորում եմ այնքանով, որքանով այդ թեման շատ սուբյեկտիվ է ինձ համար։ Ես հպարտ եմ, ես անկեղծ շատ շնորհակալ եմ, որ ես անկախության սերնդի ներկայացուցիչ եմ եւ դա ուղղակի խոսքեր չեն։ Ես եւ իմ բնավորության մեջ եւ իմ տարիքակիցների եւ այն տղեկի, ովքեր գնացին զոհվեցին ապրիլյան դեպքերի ժամանակ, զգում եմ այդ անկախություն բառը։ Ինձ համար այդ դա է անկախությունը։ Կուզենայի, որ ֆիլմերը լիներ սիրո, կյանքի, երիտասարդության, լավ ժամանակահատվածի համար։ Չնայած պետք է նմանատիպ ֆիլմեր մեր երեխաների դաստիարակության, ռազմահայրենասիրության դաստիարակության համար, որտեղ մեր հարևանները չեն փոխվի, նույնն են, իսկ մենք մեր ժողովուրդն էլ միշտ պետք է պայքարին պատրաստ լինի։ Սա հիրավի համաժողովրդական տոն է, բանակի տոն, որպես այդպեսի մենք այսօր նշում ենք նրա 25-ամյակը, եւ սա միայն բանակինը չէ, սա մեր ողջ ազգին է, մեր պետությանն է, մեր ժողովրդինն է։ Մաղթում եմ անփորձանք ծառայություն ամենակարևորը։ Ես ուրախ եմ, որ այսօր արդեն մեր բանակը դարավ 25 տարեկան։ Ես ցերտե շնորհավորում եմ զինված ուժերի ոչ ազնագազմին, մեր ժողովրդին, այդ գեղեցիկ օրվա արդին։ Մեր բանակը կայացել է, հզոր է եւ կպաշտպանի մեր պետության, Արցախի հանրապետության անվտանգությունը։ Այսքանը դուք դիտում եք օր ծրագրի հիմնական թողարկումը։ Բարի գիշեր։ Հանրապետության տարածքում կդիտվի անպամացություն, սպասվում է ձյուն առանձին վայրերում մառախուղ, վարկյանում 2-ից 7 մետր արագությամբ հարավ արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը 2-ից 6, ցերեկը 0-ից 5 աստիճան ցուրտ։